Երկուամյա Տիգրանի կորելու մասին տեղեկությունը ցավոք շահարկվում է ամենատարբեր անձանց կողմից, ավելին կան մարդիկ, որոնք առանց հիմքերի, առանց հաշվի առնելու իրավիճակի լրջությունը առաջ են քաշում ամենատարբեր վարկածներն ու ակտիվորեն տարածում դրանք։ Քիչ առաջ հայտնի աստղահոգեբան Լյուսիա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել, անդրադառնալով ողջ հանրության ուշադրությունը իր վրա սևեռած փոքրիկ Տիգրանի անհետացման դեպքին։ Անտաղանդ, ինքնակոչ կայքեր, ամոթ ունեցեք, հերիք է հիմարություններով հաստատվեք, ով ինչ ասեց ֆանտազիա է, սուտ ու երևակայություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Լյուսիա Հակոբյանը։ Վերջինս նաև օրեր առաջ է գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադառնալով փոքրիկի անհետացման դեպքին։ Հերիք է բոլորդ ձեզ դնեք պայծառատեսի, էքստրասենսի, կրիմինալիստի տեղ։ Լրագրողներ, անհիմն տեղեկատվություն մի տարածեք, ծնողներին եք ցավ պատճառում, գրել էր աստղահոգեբանը։ Ծնողների հոգեվիճակն անելանելի է, ցավը աննկարագրելի։ Հանրությանը նույնիսկ փոքրիկի հայրն է մի քանի անգամ դիմել խնդրանքով։ Խնդրում եմ սուտ լուրեր չտարածեք, դրանք ցավ են պատճառում մեր ընտանիքին։ Վարկածները, որոնք շրջանառվում են, իրականությանը չեն համապատասխանում, նշել է փոքրիկի հայրը, շեշտելով, որ նման ցավ անգամ թշնամուն չէր ցանկանա, իսկ տեղեկատվական նման աղմուկը հաճախ կարող է խանգարել Տիգրանի իրական հետքի վրա դուրս գալուն։ Հիշեցնենք, որ փոքրիկը կորած է համարվում մայիսի 4-ից։ Իրավապահ մարմինները դիտարկում են թե դժբախտ պատահարի տարբեր վարկածները, թե հանցավոր դրսևորումները, նաև առևանգումը։ Որոնողական աշխատանքներն իրականացվում են թե գետում, թե ցամաքում։ Մինչ այս պահը, սակայն, որևէ հետք Տիգրանից չի հայտնաբերվել։